Մեր առաջնորդներից ով է պետականագործան։ Բոլորն էլ պետականագործան են։ Ամենաշատը Ռոբերտ Քոչարյանը։ Ինչու՞։ Դե ոնց ասեմ։ Հայրենիքը թալանել է, սա ամեն ինչ միլիարդատեր ոնց դառավ։ Ահա, կործանումը, տեից սկսվավ, ամենաշատը։ Բոլորը, ամեն մեկը իր մասով։ Նիկոլ Էլելով։ Սերժն էլ, Քոչարյանը շատ վատն են, Փաշինյանը շատ լավն է։ Իրանք այս դեմից երկիրը կործանեցին, թաղեմ երկուսին էլ իրար հետ։ Ես սիրում եմ Փաշինյանին եմ ընտրել, մի քիչ որ թոշակները բարձրացնի շատ լավ կլինի։ Ինքը ինչքան խուլիգան կա բռնել է։ Ովքեր են այդ խուլիգանները։ Խուլիգանները դեմ ես կինեմ, անունները չեմ հիշում, Քոչարյանը քանդեց, Սերժ Սարգսյանը քանդեց, կործանեցին մեզի, իրան կործանեցին։ Բայց Նիկոլ Փաշինյանի ժամանակ ոչ մի վատ բան չի եղել մեր երկրում։ Չէ, Արցախ ենք կորցրել 5000 զոհ ենք։ Արցախ են կորցրել, այդպես էլ պետք է լիներ, գրած էր գրքում Եփրեմը։ Փաշինյանն է փաստացի հանձնել, որտեվ հայտարարեց, որ իրանք կորցրել են, իրանք են հրաման տվել, իրանք են մեղավոր։ Ղեկավարը ինքն էր այդ ժամանակ։ Ինքն էր, բայց իրանց հրամանով։ Իրանք էին Ծախե Ղարաբաղը կերա Ազիզ ջան։ Փաշինյանը ոչ մի մեղք չունի։ Փաշինյանը շատ լավն է, ես իրան եմ ընտրել։ Հիմա էլ ինչ ասեմ։ 26-ին էլ իրեն եք ընտրել։ Այո, ես իրան եմ ընտրելու։ Այ, Նիկոլը։ Բացատրեմ։ Չի երևում։ Անկամ կեղծիկը չեն կարում կեղծեն։ Ինչ ասեմ։ Դրանց պիտի դնես ու վառես։ Թողդան ինձ էլ բռնեն տանեն, տենան ոնց են բռնում։ Չեմ կարողանում մեկի վրա կանգնել, չեմ կարող ասել։ Համենայն դեպս ինձ Միրզոյանը դուր է գալիս, մեր արտաքին գործերի նախարարը։ Նկատի ունեմ օրինակ նախկին ներկա վարչապետ նախկիններից ով է պետականասենք նախկինները ոչ մեկը Աստված չանի նախկինները վերադառնան։ Գոհ եք։ Եվ երկիրը իրանք են քանդում։ Փաշինյանը չի, իրանք են քանդում, սիրելիս։ Ես չգիտեմ, անկեղծ եմ ասում։ Ես ոչ մեկից ոչ մի բան չեմ հասկանում։ Ինձ թվում է բոլորը, որովհետև ամեն ինչ սկսվեց ի սկզբանե։ Ինձ թվում է ադրբեջանցիներն են պետականագործան։ Հայ ժողովրդի մեջ պետականագործան տենց ղեկավար չեմ ճանաչում։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին անվանել է պետականագործան։ Չէ, Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին անվանել է պետականագործան, դա ես չեմ կարող պատասխանել։ Ես ուղղակի իմ կարծիքն եմ ձեզ ուզում հայտնել, իրոք պետականագործան ադրբեջանցիներն են։ Ուրիշ մարդ չեմ ճանաչում պետականագործան։ Վարչապետը շատ ճիշտ է վերաբերվում այդ դավաճաններին, որպեսզի մեր երկիրը մաքրի դրանցից, այդ սրբազան պիղծին, ինչ որ պետք է իր արժանի պատիժը տա, այդքան բան կարող եմ ասել։ Հավատում եք, որ ահաբեկչություն են ուզում պլանավորում։ Հավատում եմ։ Գեղեցկական այդ որ կա, ո՞վ է։ Հա, այդ որ դերբակալն են, հա։ Հա, սրբազան։ Ներկա նախկին նախագահ վարչապետ իրենց մեջ առաջնորդացրով իրենց նկատի ունեմ։ Ով է պետականագործան։ Դա ինչ ասեմ, ամեն մեկը իր այնքան սխալներ ունեն, որ ճիշտ բանը չեմ գտնում, ոչ մեկը գալցեն նստում են, մենակ պաշտոնի կռիվ է, ուրիշ ոչ չի։ Հա, ուզում են պաշտոն նորից գրավեն, հները կան, բայց հեչ լավ չի, չեմ ուզի, որ հները կան։ Նոր ալի, ով ուզում ալի։ Իշխանություններից բայց գոհ եք։ Դժգոհ եմ, որտեղ ժողովրդի համար ոչինչ չեն անում, ինչ անում են իրանց համար են անում, գրպանները լցնում են, սկայական մեծ շինություններ ունեն, ամեն ինչ ունեն, իսկ այս խեղճ ժողովուրդը ես, դուք, մեկ մյուսը, ոնց կանգնեցում մնում ենք, ոչ մի շարժ չկա, լավ շարժ չկա, ժողովրդի ղեկավարանձը պիտի ժողովրդի հարգանք ու սեր նվաճի, բայց հակառակն ասते ամեն ինչ, ոչ մի լավ բան չեմ տեսնում։ Ուր առաջնորդ, որ պետականագործան լինեն։
Ով ոնց ուզում է անում այլ է։ Բայց հույսով ենք լավ կլինի։ Ժողովուրդը շատ խելացի է։ Որ առաջնորդը։ Մեր նախկին ներկա վարչապետ նախագահը։ Ես վարչապետից շատ գոհ եմ ապրենքը։ Ոչ մեկը։ Ոչ մեկ։ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հերթական գրառումն է արել այս անգամ թիրախավորելով ոչ միայն վեհափառին, այլ նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Facebook-յան իր էջում Նիկոլ Փաշինյանը գրել է. Նոր տեսա, որ 3 պետականագործան պատուհասը Լևոն Տեր-Պետրոսյանն հանդիպել է եկեղեցակործան պատուհասի կտրիչի հետ։ Հեսա նայեմ, թե ինչ են բարբաջել, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքով մեր առաջնորդներից ով է պետականագործան։